Տարին մոտենում է ավարտին, Շիրակի մարզում սուբվենցիոն ծրագրերը մտել են ավարտական փուլ։ Մարզպետարանի հանձնարարականն է ավարտել բոլոր այն ծրագրերը, որոնց ընթացքին չեն խանգարի եղանակային պայմանները։ 7 միլիարդը հաստատված է ու դրանց մեծ մասը շինարարական աշխատանքներ ընթանում են, կան աշխատանքներ, որոնք կհասցնենք դեկտեմբերին ավարտին հասցնել, կան որոնք տեղափոխվելու են 26, որտեղ մեծ ծրագրեր էլ կան, բացի դրանից կան նաև եղանակային պայմաններ, որոնց դեպքում մենք չենք թողնում օրինակ ասֆալտապատում անել, որտեղ ստանդարտներ կան, որը չի համապատասխանում մանավանդ մեր հյուսիսային հատվածներում։ Մարզի մի շարք համայնքներում աշխատանքները թեև ավարտված են, սակայն դեռևս ավարտական ակտ չկա։ Մարզպետարանը չի ընդունել։ Փաստաթղթավորումը չի եղել ու գումարները չենք ուզել կառավարությունից, որովհետև այնտեղ ինչ-որ խնդիր տեսել ենք, որը ժամանակ ենք տվել շինարարին թերությունը վերացնելու համար։ Սալապատման աշխատանքներ կան, որոնց վրա թերություններ կան եւ մեր աշխատակիցները տեսել են։ Սուբվենցիոն ծրագրերով որոշ համայնքներում գազիֆիկացումն ու խմելու ջրի խողովակաշարերի անցկացումը նույնպես ավարտվել է, սակայն բնակիչները չեն զգում արդյունքը։ Պատճառը բաժանորդագրման գործընթացն է, փաստաթղթային ձգձգումները։ Այդ ուղղությամբ եւս աշխատանքներ տանում ենք թե Վիոլաչերի հետ, թե Կասպրոմի հետ, պարբերաբար մեր աշխատակիցները համագործակցում են իրար հետ ու պարբերաբար քննարկում են թե խնդիրները ոնց կարելի է մաքսիմում արագ կազմակերպել, որտեղ այդտեղ համայնքից մի հատ թուղթ մարզպետարան, մի հատ թուղթ կառավարություն ու անտեղի ցկցկումներ են լինում ու շատ դեպքերում մենք հեռախոսով փորձում ենք այդ հարցերը կարգավորել արագ։ Շիրակում այս պահին իրականացվում է ավելի քան 50 միլիարդ դրամի ներդրումային փաթեթ, մի մասը սուբվենցիայով, ասում է Արուշանյանը։ Ոռոգման եւ խմելու ջրի խողովակաշարերի անցկացում, գազիֆիկացում, նորոգվում են մանկապարտեզներ ու սպորտ դպրոցներ, կառուցվում այգիներ, արդիականացվում արտաքին լուսավորության ցանցը։ 127 համայնք, 3 քաղաք, աշխատանքներն ընդգրկում են ամբողջ մարզը։ Չնայած կատարվածին խնդիրներ դեռ շատ կան։ Ամասիայի ու Աշոտսկի համայնքներ կատարած այցերից հետո Դավիթ Արուշանյանն առանձնացրել է սոցիալ-տնտեսական խնդիրները։ Այդ գյուղերում ժողովրդի հիմնական զբաղվածությունն անասնապահությունն է, սակայն գրանցվում է գլխաքանակի նվազում։ Հաշվի առնելով այդ խնդիրները, մարզպետը հանդես է եկել նոր առաջարկով, ստացել էկոնոմիկայի փոխնախարարի հավանությունը։ Առաջարկեցի Աշոտսկի ու Համասիայի համար պիլոտային մի հատ ծրագիր անել, ռազմավարություն մշակել այդ կողմի անասնապահությունը խթանելու համար։ Իհարկե առաջարկել են, որ մենակ Երևան մի նստեք կաբինետի մեջ կծագրեք այդ նախագիծը անելուց հետո բերեք մի հատ այդ մարդկանց հետ խոսանք, նայենք հետարքիր է իրանց թե հետարքիր չէ այդ ծրագիրը։ Մարզում իրականացված ծավալուն աշխատանքները դեռևս չեն լուծել նաև որոշ համայնքների խմելու ջրի ու գազի խնդիրը։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։